ձեր գործի հետ կապված, ձեր տանտզարության այդ գործը ինչ փուլում է, ինչ արեցին ի վերջո, ինչ գտան, ինչ հայտնաբերեցին։ Ոչ մի բան չենք գտել։ Դրա համար նաև երեխաների 3 անչափահասների հեռախոսները տարան։ Դեռ չեն վերադարձրել այս տարիները։ Տարել են, տարա։ Դադարք դուշ են կարող դրանից։ Վերջի այդքան աղմկահարույց ուզարգություն էր եւ դադարք պետք չէր դուրս գալ։ Ըստ երևույթին դրա համար երեխաների հեռախոսները նույնպես վերցրեցին, որտեղ մենակ խաղեր էին եւ իրենց դպրոցական բաները, հա, չաթերը, այսպես ասած, ընտերը։ Եվ տարան նոտատետեր, որի մեջ ընդամենը 3 թուղթ էր դրացած, ենել կնոջս հատուկ մանկավարժությանը վերաբերող նյութ էր։ Այս պահին ոչ մի տեղեկություն չունեմ, ոչ էլ կարգավիճակ ունեմ, բացարձակ։ Կարգավիճակ չունեք, բան Սիմոնյան։ Այս պահին ես կարգավիճակ չունեմ, ոչ մեղադրյալ եմ, ոչ կասկածյալ եմ, ոչ էլ վգա եմ, ես էլ չգիտեմ։ Հիմա այդ օրից հետո ես չեմ հանդիպել իրենց եւ տեղեկություն չունեմ։ Դրանից հետո ինչ է սպասվում։ Այսինքն խոզարկության ժամանակ չեն ներկայացրել, թե որ գործի շրջանակներում են խոզարկությունները իրականացնում։ Տեսեք, այնտեղ գրած է ըստ փաստական տվյալների, որտեղ կա նաև ծանոթ շրջանակներ, բայց ես բացատրեցի, որ այդ ձայնագրությունները, որոնք կային, 6-5 տարբեր ձայնագրություններ են, որի մեջ ես չկա եւ չեմ էլ կարող ասել, կարող այնտեղ ձայնագրություն կա, որը մեր թիմագիստների հետ կապ չունի, կամ այն թիմագիստներն են, որոնց ես չեմ ճանաչում, քանի որ ընդրական փուլի ժամանակ 3-400 կանոններ են անում քաղաքական թիմին, եւ ինչ իմանաս, այդտեղից քանիսն է իշխանությունը ներդրել, մեղք չառնող, բայց ամենայն դեպս վարկած, եւ կարող է հենց այդ ձայնագրություններն են հրապարակել, որի մեջ ես չկամ։ Մեկ ֆրազայի մեջ կա, որտեղ Տիգին Հասմիկը մեր համալիրի դեպքերից ասում է, որ ամեկը ձեր գլխում բաներ մի կա, որոնցում ունի պատասխանատուի ինստիտուտ եւ կոնկրետ անձանց նշելով ձեր պատասխանատուն ասինչն է, մեկին ես եմ, իմ Սիմոնյան Կարեն է եւ ես նշեցի, որ պատասխանատուների ինստիտուտով նրա պայքարի մեջ մտնելը ամենակարևոր առավելություններից մեկն է Հայաստանի Դաշնակցությունում։ Մենագի գլխին բաներ չան, եւ հենց դա էլ ցույց տրվեց քարոզարշավի ընթացքում, որ մեր թիմի կողմից որևէ ավելորդություն չեղավ։ Պարոն Սիմոնյան, ուզարկությունը համընկավ այն օրվա հետ, երբ որ էլի ավականու նիստ է, հնարավոր է նաև ավականու նիստը տապալելու համար է նաև դա իրականացնում այդ հնարավորությունը։ Դե տեղ է տալիս մեզ հասկացելու, որ հենց դրան էլ միտված է եղել, որովհետև 12-ին 12:00 նիստ է տեղի ունենալու եւ 11:30 հենց մարզպետարանի դիմացի ուսացույցի տակ կանգնեցրեցին եւ վարորդին ասացին, որ շրջվեք հետ գնանք դու ուզարկության։ Այլապես կարող են առավոտ ստանդարտ ժամին 5:30 կա եւ ուզարկությունը ավարտելուց հետո հնարավորություն ունենալ ստեգա փոխելու պատանի քարտական նիստը։ Պարոն Սիմոնյան, երեխաները վախեցել էին, որ եկել են խոզարկությունների, ինչ հոգեվիճակում։ Ես չնկատեցի վախ երեխաների մեջ։ Պարոն Սիմոնյան, քննարկվում է Ավետիս Առաքելյանի մանդատ վերջվեցնելու հարցը, արդյոք ձեր հետ քննարկվել է դա։ Ի վերջո դուք ձայն տվեցիք Վարդան Ղուկասյանին, որը եւ առաջին տեղակալ կարգեց Ավետիս Առաքելյանին այն պայմանով, որ հանկարծ Գյումրու իշխանությունը չփլուզվի։ Եվ եթե Ավետիս Առաքելյանը վերցնում է մանդատը, արդյոք սրանով չեք նպաստում, որ Նիկոլ Փաշինյանի արդահերթ ընտրություններ իրականացնելու այդ հայտարարությունը արագ իրականանա։ Ասում եք քննարկվում է, բայց ես հայտարարություն դեռ չեմ լսել։ Իսկ քաղաքականության մեջ կարող է ամեն ինչ քննարկվել բացի ճշմարտությունից։ Հետևաբար սպասենք, տեսնենք կլինի հայտարարություն թե ոչ, հայտարարության հիման վրա նոր եզրակացություն կանենք եւ մեր թիմով մեր հայտարարությունը կանենք։ Քանի չկա հայտարարություն, ինչ էլ ասեմ, օդի մեջ է դուրս գալու։ Պարոն Սիմոնյան, բայց տեսեք,
նաև ձեր մասով էր քննարկում, որ եթե Ավետիս Առաքելյանը վերցնում է խորհրդարանում իր մանդատը եւ գործուղի խորհրդարան, այստեղ պետք է փոխքաղաքապետ նշանակվի եւ ձեր եւ Լիզա Գասպարյանի տեխնատության մասին են խոսում։ Դուք արդյոք հակված եք նման օրինակ սցենարի դեպքում նշանակվել փոխքաղաքապետ, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեր նկատմամբ արդեն քրեական գործերի սկիզբը դրվել է եւ եթե ուզենան նաև ձեզ կարող են կալանավորել։ Եթե մտել եմ պայքարի մեջ, ուրեմն քիչ է հետաքրքրում նմանատիպ հետապնդումները, որովհետեւ ես քաղաքական քայլ անելուց հրաժարվեմ կամ հետ մնամ։ Դա միանշանակ բացառեք, որովհետեւ դա լուրջ էլ չի դիտվում, այսինքն մարդը մտնի քաղաքականության մեջ չհասկանալով, որ կարող է նույնիսկ հետապնդվել իշխանության կողմից, ուրեմն շատ անլուրջ է։ Բացառենք այդ բանը, իսկ ինչ է քննարկվում նորից ես տեղյակ չեմ, տեղյակ եմ լինում մամուլից, երբ որ հայտարարություն լինի եւ անցնենք գործնական փուլի, այդ ժամանակ նոր կարողանան նմանատիպ հարցերի կոնկրետ պատասխաններ տալ։ Իմ մասով, մեր թիմի մասով պատրաստ ենք ամեն ինչի, ինչը որ օգուտ է տալու մեր քաղաքին, մեր երկրին եւ մեր անիմաց գրագետ քաղաքացիներին, ովքեր մեզանից անկալիք են։ Այսինքն դուք պատրաստ եք նման օրինակ սցենարի դեպքում փոխքաղաքապետի պաշտպան։ Սցենարներ չքննարկենք, որովհետև դրանք իզուր ժամանակի կորուստ են։ Ես ասացի, որ պատրաստ եմ օգուտ բերելու մեր քաղաքին, մեր երկրին։ Բաց միայն այդ ամեն դեպքում հնչել է հայտարարություն, այս սցենարը իշխանությունը արդեն շրջանառում է եւ հաստատ գնում է այդ ճանապարհով։ Դուք ինչ ելքեր եք տեսնում, ինչպես եք պատրաստվում պայքարել այդ սցենարի դեմ, որովհետեւ գոյություն ունի իշխանական լծակներ եւ ամեն ինչ Փաշինյանի ձեռքում է ասած պետական ուժային կառույցը։ Այս սցենարի դեմ կարող է այսօր քաղաքականին, դիմադիր հավաքմանին կապել։ Երկու մասի բաժանած է հարցը, մեկը որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արտահայտ միությունների մասով, կարող է գնել խոշորացման անվան տալ, որը դատապարտել է, այսինքն կոնգրեսու քրեն անտեսվի եւ գնա խոշորացման, մեկ փոքր գյուղ ցնելով, փորձելով ընդրության։ Այսինքն ժողովուրդը որևիցե հավատ չի ունենալ, բնական կարգահայտի եւ այդպես մնա որոշումը։ Առաջին մասը էս է, եւ երկրորդ մասը ավականու միջոցով փորձել ուժերի նկատում եք, այս ուժերը կարողան նորից ապացուցել, որ միասնական ընդդիմությունը կարող է հաղթել իշխանությունը։ Նայեք, յուրաքանչյուր քաղաքական ընդդիմադիր ուժ ինքը պետք է հասկանա իր ուժությունը եւ ոչ թե զբաղվի վերմագի վրա քաշելով, այլ համընդհանուր Գյումրու շահերից առաջնորդվելով։ Հիմա որքանով ստացվի դա ընդդիմության մոտ չեմ կարող ասել, բայց այս պահին, որ ես չեմ տեսնում քաղաքական ուժ, որը ուզենա բիժեսնել ընդդիմադիր խմբվածությունը, դա տեսնում եմ։ Բայց ապագայի վրա գարանտիա ես ոչ մի չեմ կարող ասել։ Հետևաբար կա ժամանակը հասկանա, բայց ինչ որոշում էլ որ կայացնի ընդդիմությունը, անպայման պետք է բխի Գյումրեցու քաղաքացու եւ 30,000 ընդդիմադիրների անունից, շահերից որոնք եկուտեն քաղաքի։ Այլ ելք միանշանակ դատապարտելու եւ մեծ պատասխանատվություն ունենալ քաղաքական ուժի։